Հավատում եմ Տեր օգնիր իմ անհավատությանը։ Այս խոսքերով մի դիվահար տղա հայրը դիմում է Քրիստոսին։ Քրիստոս ասում է հավատում ես որ կարող եմ քո որդուն բուժել։ Ասում եմ այո հավատում եմ, բայց մի քիչ կաղում եմ հավատքիս մեջ, թերանում եմ հավատքիս մեջ, օգնիր իմ թերահավատության։ Ինչ է հավատքը, ինչ է թերահավատությունը։ Հավատքը կատարյալ ճշմարտությունն է, հավատալ Աստծո միածին որդուն, հավատալ հավիտենական կյանքին, հավատալ ահեղ դատաստանին, երկինքի արքայությունը, արդարները կմնան գտնեն հավիտենական կյանք, մեղավորները կդատապարտվեն հավիտենական տանջանքների։ Սա կատարյալ հավատքն է։ Իսկ եթե մեկը այս կատարյալ հավատքի մեջ թերանում է, օրինակ ասում է հա Աստված կա, հավատում եմ Աստծուն, բայց հանդերձյալ կյանք չկա։ Մահացար վերջ, մարմինը թող դարձավ վերջ, ով է այնտեղից եկել, որ քեզ բացատրի։ Իսկ Աբրահամն ինչ ասեց, եթե մեկն էլ այնտեղից կա, էլի չեն հավատալ։ Հավատացողը հավատում է, չհավատացողը չի հավատում։ Այսինքն հավատքը պետք է իմաստավորված լինի, լուսավորված լինի մարդուն կարևորագույն հուզող հարցերի բոլոր պատասխանները հստակ պետք է տա։ Երբ որ քո հավատքը լուսավորված է, թերահավատություն չկա։ Քո կյանքն է լուսավորված, քո գործն է լուսավորված, քո բարիքն է իմաստավորված։ Օրինակ ոչ քրիստոնյաների մեջ էլ բարի գործեր կան, չէ՞։ Բայց տարբերություն կա։ Մի հատ հնդիկ սուրբ կա, որ անունը Սատոսունդար Սինգ է։ Այդ Սատոսունդար Սինգը գնում է լամաների մոտ, լաման գիտես որն է, ճգնավորներ էին, ապրում էին լեռներում։ Ու սկսում է հարցեր տալ։ Մի հատ պապիկի մոտ է գնում լամա, որ 30 տարի քարանձավում առանձնացել էր ու բրինձ էր ուտում, արդեն կուրացել էր։ Հարցնում ասում է 30 տարի առանձնացրել ես պապի ջան, լամա պապի։ Ես ինչի ես հասել էլի։ Ես ասում ես մենակ մի քիչ բրինձ ես ուտում, ոչ մեկի ոչ տեսնում ես, ոչ էլ։ Ինչի ես հասել։ Ասում եմ շատ տարօրինակ հարց պատասխաններ ինձ տվեց լաման, ասում եմ, չգիտեմ ինչի եմ հասել, կատարելության հասել եմ, չեմ հասել, միգուցե մյուս կյանքում հասնեմ, երբ որ մրջունի մեջ վերամարմնավորվեմ, հա, կամ փղի մեջ, հա, դե իրենք վերամարմնավորվում են, չէ՞, ռեինկարնացիա։ Այսինքն եք տեսնում եք, որ ճշմարիտ հավատքից հեռացած է, իր ամբողջ այդ վաստակը, իր կյանքի այդ ճկնությունը ոչինչ է։ Որտեւ ինքը չգիտի ինչ է անում, բայց մենք երբ որ ի տարբերություն դրա մեր ճգնավորները կատարյալ իմաստություն ունեն, իրանք էլ էին ճգնում, կամ Քրիստոս մեզ ճշմարտությունը ցույց տվեց, եւ ինքն էր ճանապարհը ցույց տվեց, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, ուրեմն հավատքը ամբողջ մարդու քրիստոնեական կյանքի հիմքն է։ Ճշմարիտ հավատքը, անթերի հավատքը։ Մենք հավատքի հարցերում չպետք է թերանանք, չպետք է թերահավատենք։ Այո, կա հանդերձյալ կյանք, կա գործերի փոխհատուցում։ Արդարները կմնան հավիտենական կյանք, մեղավորները կդատապարտվեն հավիտենական տանջանքների։ Այս մեր հավատքը չպետք է սասանվի։ Հստակ պետք է լինի եւ դրա վրա պետք է կառուցենք այդ ժայռն, այդ վեմն է, որ դրա վրա պետք է կառուցեմ իմ եկեղեցին, ասում է մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Եկեղեցին մենք ենք հավատքի հիմքի վրա պետք է կառուցենք մեր հոգևոր տունը։ Դրեցինք քայլ առ քայլ կառուցում ենք։ Հավատք, հիմքը, հույսը, պատերը, սերը, տանիք։ Այս երեքը եւ սրանցից երակույնը սերն է։ Ամեն։